Վերջին երևի թե այս 9 ամիսները, որ փորձենք ամփոփել, շատ աբսուրդային երևույթներ տեսել ենք։ Տեսել ենք սրբազան հայրերի ապօրինի կալանավորված։ Տեսել ենք գրոհ մայր աթոռի նկատմամբ։ Տեսել ենք նենց երևույթներ, որ իսկապես չէինք կարող պատկերացնել։ Օրինակ, տեսել ենք, որ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության համար ազգային բարերար, բոլորի կողմից հարգված, սիրված եւ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Սամվել Կարապետյանը 7 ամսից ավելի հենց կալանավորված է եղել այդ բարերի համար։ Սա է այն աբսուրդը, որը տեսնում ենք։ Հիմա գտնվելով մեկ այլ էլի աբսուրդային իրավիճակում տնային կալանքի պայմաններում, մի հատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։ Իսկ մարդասիրությունը, չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհանկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական եւ մարդասիրությամբ Հայաստանն է։ Դա է նաև ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը։